Arkadaşlar uzaklaşın şuradan. Mustafa abi canlı bomba. Mustafa abi. Canlı bomba, ölüler var şu an. Ստամբուլի ամենահայտնի ու զբոսաշրջիկներով մշտապես լի հրապարակում մահապարտ ահաբեկիչը սպանել է 9 մարդու։ Զոհերը հիմնականում արտասահմանցիներ են, Գերմանիայի քաղաքացիներ։ Կա 15 վիրավոր, Հարավային Կորեայի, Նորվեգիայի եւ Պերոյի քաղաքացիներ։ Թուրքիայի ամենամարդաշատ հրապարակներից մեկում պայթյունի մասին տեղեկությունները քիչ են։ Թուրքական Անադոլու գործակալությունը հայտնում է, որ իշխանությունն արգելել է լուսաբանել ահաբեկչության մանրամասները։ Ընդհատվել են բոլոր հեռարձակումները, փոխարենը ելույթ է ունեցել երկրի նախագահը։ Մահապարտ ահաբեկիչը կապված է եղել Սիրիայի հետ, տեղի ունեցածը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մենք պետք է պայքարենք ահաբեկիչների ու ահաբեկչական կառույցների դեմ։ Տեղեկություն է տարածվել, որ ահաբեկչության հեղինակը 27 տարեկան երիտասարդ է, որը կապ է ունեցել իսլամական պետության հետ։ Այա Սոֆիայի մոտակայքում գտնվող հրապարակի ահաբեկչությանը զուգահեռ Ստամբուլում նաև հրդեհվել է հյուրանոց։ Հրշեջները փրկել են շենքում գտնվող մարդկանց, զոհեր չկան, դեռ պարզ չէ, կա արդյոք կապ պայթյունի եւ հրդեհի միջև։ Վարչապետ Դավութօղլուն հրավիրել է ուժային կառույցների ղեկավարների արտահերթ նիստ։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։